Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ես գիտեմ, որ հեծը շատ ծանրաբեռնված է վարկերով։ Իսկ դուք մենք վարկերը սպասարկում եք, հա, հիմա այս փուլում նորմալ սպասարկում է գնացել։ Այո, պարոն, պրոբլեմներ չեն առաջացել։ Բացարձակ, ավելին ձեզ ասեմ, մեր շրջանի կառավարման 4 ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ, այսինքն ֆինանսական որոշակի խնայողություններ են գոյացել, որոնք մենք ուղղել ենք վարկերի այն խմբի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին, 21 միլիոն։ Եվս բառացիորեն հենց նախորդին 3 մենք 10 միլիոն դարձյալ վարկային պարտավորություն պլանային արդեն մարեցինք, որից 6.5 միլիոնը մայր գումարներ։ Ընդհանուր առմամբ ժամանակ կառավարչի նշանակման պահին հեծը ծանրաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չափով վարկային պարտավորություններով, այդ թվում նաև թողարկված պարտատոմսերը, այս պահին արդեն այդ թիվը մոտեցել է 368 միլիոնի, այսինքն շուրջ 28-30 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ մենք մարել ենք պատշաճ, ընդ որում իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը բոլորը հեծը կատարում էր լրացուցիչ վարկային միջոցներ ու օվերդրաֆտներ ներգրավելով, քանի որ իր շրջանառու միջոցները ամբողջովին ուրեմն միլիարդավոր դրամների հասնող տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին կանխավճարների տեսքով։ Այսինքն սեփական շրջանառու միջոցները տրված էր իրավաբանական անձանց, ովքեր ծառայություն են մատուցում նույն հեծին, իր իսկ հարկային պարտավորություններն ու աշխատավարձերը 5 վարկ են վերցնում հարկ տալիս, իսկ իրանց միջոցները, որոնք տրված էր աշխատավարձ եւ հարկ պետքա տային, տալիս են ուրիշ ընկերությունների տոկոսով թե առանց տոկոսի։ Իհարկե առանց տոկոսի, քանի որ դաշին ընկերությունների խմբի կամ մասեր կազմում կամ աֆիլիացված պաշտոնատար անձանց ընկերությունների։ Ինչու՞ ես լսել եմ նաև, որ տենց երևույթներ են արձանագրվել, որ հեծի անունով վարկ են վերցրել բանկերից եւ տոկոսով եւ առանց տոկոսի վարկը այդ նույն գումարը ըստ էության տվել են որևէ կարգավիճակով կամ կոնկրետ անձանց կամ կոնկրետ ընկերությունների, ասենց երևույթ էլ նկատվել է, հա։ Քանի որ վարույթի ավարտից օրեր առաջ ես արդեն հանդիպել եմ նաև միջազգային բանկերի EBRD, ADB-ի, ֆինանսական միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին պաշտոնական եւ այդ մասին արդեն պաշտոնապես զրույց ենք ունեցել, ես ինձ թույլ տամ նաև եթերում այդ մասին խոսել, որ այո, դա ուրեմն այն երևույթի մասին է, որ հեծը 100%-ով գրավադրված լինելով միջազգային բանկերում եւ ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, այլ վարկային միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ վերջիններից, այդ թվում նաև որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ հանրային ծառայությունում կարգավորող հանձնաժողովից, իսկ որոշակի սահմանաչափի նույնիսկ դեպքում օրենքի իմպերատիվ պահանջով նաև պարտավոր էր կառավարության համաձայնություն ստանալ։ Եվ ահա հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը վերջինիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող երաշխավորություններ են տրվել մի քանի տասնյակ տարբեր ընկերությունների, տաշիր ընկերությունների խմբի դարձյալ ուղղակիորեն աֆիլիացված կամ անուղղակիորեն իրական շահառու հանդիսանալով եւ գրավադրելով առանց գրավի առարկայի իհարկե, բայց երաշխիք ինքնին ենթադրում է գրավը։ Քանի որ երաշխավորության պայմանագրի մեջ արդեն նշված է, որ հեծը այդ երաշխավորությունների համար պատասխանատվություն է ստանձնել իր ողջ շրջանառու միջոցներով, գույքով եւ ամբողջ կարողություններով։